Իրան չեք բերել, ես ինչ կենի։ Վարտան Ղուկասյանի եկեղեցի սարկած կոկան, սաղ տուրիստները սաղ մտնի կենին, օխայ կենին, ընդեղ է կալանավորված տեղի մեր հաշտուրպը։ Միքայել Սրբազանին մեղադրյալի աթոռին տեսնելու համար է զայրացել այս գյումրեցի կինը։ Արքեպիսկոպոսին իշխանազավթման հրապարակային կոչ անելու համար մեղադրող դատախազներին է դիմում։ 58 տարի ես եկել եմ իրան չեմ տեսել մանշնոր բանը մենի, բացի եկեղեցիները, գյուղի ամբողջ եկեղեցիները ինքը զանգեր է կախե օծել, ինչի կբերեցիք, ով ինչ կսե, մեծ մաստ է, չի կարելի, ընդեմ կալանավոր է, թող կա կալանավոր է, եկան սաղ գյումրիները խաղին, կերան, ռեստորանները խմից, գնացին ինքը պտատ, բանտի մեջը, հա, կալանավորված է։ Վերաքնիչ քրեական դատարանում Միքայել Սրբազանի գործով հերթական նիստին դատավարական խախտումներն է ներկայացնում փաստաբանը։ Երեմ Սարգսյանը պնդում է, արքեպիսկոպոսի դեմ հարուցված քրեական հետապնդումը պետք է դադարեցվի։ Նա միջնորդում է կարճել գործը, քանի որ վարույթը նախաձեռնվել է օրենքով չնախատեսված աղբյուրից ստացված տեղեկատվության հիման վրա։ Ասում եմ, տեսեք, այս գրության մեջ գրած է, որ Վարդանյանը ՀԿԳ քննության վարչության պետին ուղարկել հաղորդում։ Նորից, այս փաստաթուղթը գործի նյութերում չի եղել։ Քննիչը դա չի տեսել, ինքը չգիտեր այն ժամանակ, որ ոստիկանության վարչության պետը նյութերը ուղարկել ՀԿԳ վարչության պետին։ Երեմ Սարգսյանը նկատում է, որ քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել ոստիկանի դիմումի հիման վրա։ Փաստաբանի պնդմամբ, օրենսդրությունը պահանջում է, որ նյութերը պետք է ուղարկի օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմինը, իդեմս նրա ղեկավարի։ Եվ քանի որ վարույթը նախաձեռնվել է օրենքով չնախատեսված աղբյուրի տեղեկության հիման վրա, այն ենթակա է կարճման։ Հստակ հայտնելով, որ դա քրեական վարույթի նյութերում երբեք չի եղել, այսի կարևոր է, ուզում եմ ֆիքսենք, որ այն իրենք վերցել են գրասենյակից ներկայացնում են դատարան։ Ինչի ասացին այդպես, սովորական պայմաններում կասեն նյութերից ենք բերել, բայց քանի որ արդեն դատարանում ասել են, որ նյութերում ինչ կա բերել են, հիմա պետք է ասել, որ սա նյութերում չի, բայց այստեղ նա ուրիշ պրոբլեմ իրենք իրենց համար ստեղծեցին, բա որ այդ նյութերում չկար, այն վարույթ նախաձեռնող քննիչը ո՞նց է դա հիմք ընդունել։ Շիրակի թեմի առաջնորդի դեմ հարուցված գործը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու փաստաբանի ներկայացրած միջնորդությունը դատարանը կքննի հաջորդ նիստին, հունիսի 3-ին։ Այսքան երկար ինչ ես նկարում։ Լանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։